Ձեր խմբակցության այսպես ելույթները, շեշտադրումները անդադ ձեռքը ձեր կողմն էր մեկնում եւ ձեր քննադատությունն էր իր համար հիմք դարձնում, որպեսզի շարունակեր թեման։ Համար պետք է նաեւ ընդունել, որովհետեւ ուժեղ Հայաստանը ներկա չէր եւ հիմնականում մենք ենք խոսում, միգուցե դա էլ իր տեղն ուներ, բայց ամեն դեպքում այստեղ որևէ քաղաքական ուժի հատկապես մեր գործընկերների մասով բան չեմ ուզում ասել, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ այդ քաղաքական բևեռացված մոտեցումները հենց մենք ենք որ արտաբերում ենք, այսինքն այդ 180 աստիճան քաղաքական ընկալումների եւ մոտեցումների տարբերությունը մեր կողմից է որ ներկայացվում է։ Նիկին Գրիգորյան, ես Փաշինյանն ասաց, որ երեք ասաց, որ եթե ի պատասխան ձեր գնացեքին, ասաց, որ եթե ես գնամ, դու էլ ինձ հետ կգաս, որովհետեւ ես եմ քեզ դրել քաղաքական դաշտ, ըստ էության կարող է ձեր երկուսի գնալը իրար հետ պայմանավորված է ու ձեր գնալու հնարավորը հետները տան։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա։ Այդ հաստատ։ Եթե պետք լինի, որ ես դրանից հետո որևէ օր քաղաքականությամբ չզբաղվեմ, ես չեմ զբաղվի։ Բայց ես գիտեմ, որ ինքը մետաստազ է մեր երկրի վրա, ինքը քայքայում է մեր երկիրը, իմ պետությունը քայքայողն է։ Այսօր առավոտից իրիկու մենք ավետյաց երկրում ենք, մենք գտել ենք մեր ավետյաց երկիրը, կարծես ուրիշ տեղ ենք եկանք ավետյաց երկիր։ Ես այս ավետյաց երկրում ծնվել մեծացել եմ։ Հիմա եկել ինձ համոզում են, որ դուք վերջապես մենք ձեզ համար բացահայտել ենք ավետյաց երկիրը։ Ես չգիտեմ իրանք իսկապես ում են հիմարի տեղ դրել։ Մենք այս երկիրը սիրում ենք, մենք այս երկիրը պաշտում ենք ու գիտենք, որ իրենք այս երկիրը կործանում են։ Հետևաբար ամեն ինչ անելու եմ իմ հնարավորությունների հասկանալի է, որ շատ ավելի սահմանափակ հնարավորություններով ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը հեռանա։ Եթե դրանից հետո պետք լինի, որ ես էլ քաղաքականությամբ չզբաղվեմ, չեմ զբաղվի։ Նիկին Գրիգորյան, դուք ասացիք մասին ասած 1990-երի ճարտարապետի կտած այսպեսի արտահայտություն արեց, եթե համաձայնի մեր օրակարգի հետ կաթողիկոսը պատրաստ եմ նստել, բանակցել, դրանով փաստորեն ինքը իրեն չհերքեց, որ կաթողիկոսին հետապնդում է, որովհետև, չգիտեմ, մերժել է Աստծուն, խախտել է կանոնակարգը եւ այլն, բայց հիմա պատրաստ է, եթե ընդունի օրակարգը, երևի կառավարության ծրագրի մասին էր, խոսքը ծրագրի շեշտադրում է, պատրաստ է նստել եւ բանակցել։ Դրանցում եմ երևի Արցախի անունը չտալու հաղթում է։ Կարծում եմ բոլոր հնարավոր կարմիր գծերը խախտված են։ Ես իհարկե կաթողիկոսի անունից դա չեմ կարող ասել, որտեղ ամեն դեպքում կաթողիկոսը պետք է իր խոհեմությամբ եւ իր դիրքից ելնելով հարցերին մոտենում է, բայց այնքան կարմիր գծեր են խախտվել, որ դրանից հետո ավազանի անունով դիմելուց, ամենավերջին վիրավորական հայտարարություն անելուց հետո անմեղ գառան դեմքով կանգնել ասել ես հիմա կարող եմ նստել քննարկել բանակցել, չգիտեմ, էլի մեծ դիսոնանս առաջացնում դա ինձ մոտ, բայց առհասարակ եկեղեցու դեմ իրականացվողը իսկապես անձերի մասին չէ, եկեղեցու որպես ինստիտուտի եւ նաեւ համահայկական ազգային արժեքները պահող ինստիտուտի դեմ պայքար է։ Եթե մենք սա չենք կարողանում ճիշտ անկյունից տեսնել ինչա կատարվում, մենք խնդիր ենք ունենալու, որտեղ այսօրվա իրենց պատկերացրած 4-րդ հանրապետությունն այդպեսին է, որտեղ Հայաստան Սփյուռքն ընդհանրապես կապ գոյություն չունի, մինչդեռ Հայաստանի համար Սփյուռքը մեծագույն ներուժ է։ Եկեղեցին, որ ազգապահպան ինստիտուտ է ամբողջ աշխարհով, որտեղ գնում ես, որ երկիր գնում ես, այդ քաղաքում, այդ երկրում եկեղեցի կա հայկական համայնքն կոնսոլիդացված է։ Հիմա իրենք դա էլ չեն ուզում։ Հասկանում եք, այն ամեն ինչը, ինչ որ կարող է Հայաստանի Հանրապետությունն ավելի ուժեղացնել, իրենք իրենց դեմ պայքար են մղում։ Ու եկեղեցին կարևոր ֆունդամենտալ հենակետերից մեկն է այդ առումով։ Եվ այստեղ անձերի հարց չի, կրկնում եմ եւս մեկ անգամ, ու այսօր այդ հարցադրումը ես իմ ելույթում էլ հնչեցրեցի։ Այն հիմա նախ կաթողիկոսը այս բան քրեական գործով է անցնում։ Իրենց նշած որ մեղքի համար է ինքը անցնում, սա առհասարակ հակասահմանադրական է, բարոյական բոլոր հարթության մեջ մեր արձանագրումներն արել ենք այս կոնֆլիկտի մասով, բայց սա նաև հակասահմանադրական է, որովհետև եկեղեցին անջատ է պետությունից, իսկ այսօր պետության փաստացի ղեկավարը ուղիղ միջամտում է, չի ասում լավ կլինի, որ գնա, ասում է ինքը պիտի գնա, իրան փոխարինող պետք է նշանակենք, հետո կանոնական ինչ որ նորմեր պետք է ընդունենք, դու ես որ նման բաներ հայտարարես, դու ինչ կապ ունես այդ ամեն ինչի հետ։ Տիկին Գրիգորյան, դուք ասացիք, որ երկրորդ նախագահը եզակի անձնավորություն է, նա Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի դեպքում համագործակցության չի գնա, այստեղ իշխանություն, ընդդիմություն, կոնսենսուս կա, ուղղակի իշխանությունն էլ երկրորդ նախագահի եզակիությունը գնահատում է նրանով, որ 10 տարվա կառավարման ընթացքում դարձել է միլիարդատեր, Նիկոլ Փաշինյանը
հեգնեց ազգային ժողովի ամբիոնից, ասում եմ, բայց ես էլ եմ 10 տարի, այսա շուտով դառնում, որ կառավարել եմ, բայց ես ինչի չեմ դարձել միլիարդատեր։ Սևանում եք ինչու՞ն եմ։ Նախ այդ իրավական մնացած գործընթացների մասին ես ասպայն որևէ բան չեմ ասի, որովհետև 8 տարվա մեջ ամենաանհավանական բաներն ասել են, հետո այդ ամեն ինչը ջրվել անցել է։ Հիմա այս մի գործը չլինի, ուրիշ գործ կկարեին, այդ գործը չկարեին, այլ գործ կկարեին, դա ակնհայտ է, փաստորեն իշխանության մոտ 9-րդ տարում մեկ էլ հիշել են, որ ինչ որ գործեր կան դարակում, որ պետքա բացահայտվեն։ Իսկ ինքը ինչ ունի չունի, կամ իր շրջապատը մերձավոր, ոչ այնքան մերձավոր շրջապատը ինչ ունի թե չունի, կբացահայտվի որօրինքը, որ իշխանություն չլինի։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, թե իրականում ինչպիսի չարաշահումներ են եղել եւ ինչպիսի անօրինակ ապօրինություններ են տեղի ունեցել իր կառավարման օրոք։ Թող ինքը չլի, մնացած ամեն ինչը կբացահայտվի։ Տիկին Գրիգորյան Փաշինյանը նայեց ձեր դատարկաթողներին նիստում եւ հայտարարեց, ասաց պրծել են ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք կառնեք, ում ուզենաք ծախեք, ինչ կասեք այս մասին։ Նախ զգում եք, որ ընտրակաշառք։ Նախ դուք զգում եք, որ ինքը իրային ոնց վստահ հայտարարությունից, որ մեր ընդդիմության ձայները նկատի ունի հիմնականում եւ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինք, ասում էր, որ 100%-ով օրգանիկ չեն, բոլորն ընտրակաշառքով են։ Դրանից հետո հետ քայլ կատարեց, ասաց 70% են այդպեսին։ Հիմա ասում է, դե հիմա ինչ կա, հաջորդ ընտրություններում այդպես չի լինի, դա ուղղակի շատ ծիծաղալի է։ Մեր ժողովուրդը մեզ գնացել եւ վստահ իր աջակցությունն է տվել, համենայն դեպս Հայաստան Դաշինքի մասով ես դա կարող եմ պնդել, որ 150,000 մարդ այն տերորի, բախի մթնոլորտի, այս վարչական ռեսուրսի չարաշահման ֆոնին գնացել եւ իր ձայնը տվել է Հայաստան Դաշինքին եւ մենք այդ բերումով հիմա այստեղ ներկայացված ենք, բայց այդ հարցը ինչ բանով էր։ Այն կոնտեքստում, որ մաֆիայի վերջի ես ձեր տալու եմ, սպառնալիք է, էլի։ Դե այդ սպառնալիքները, եթե անկեղծ ասեմ, օրինակ այսօրվա իր հայտարարությունները էականորեն տարբերվում են տարիներ առաջվա իր հայտարարություններից։ Ըստ էության չեն տարբերվում։ Բայց գիտեք ինչն է խնդիրը, օրինակ երբ որ հատկապես Ծառուկյանի մասով էր, չէ։ Ինքը Ծառուկյանի հետ 18 թվականի կոալիցիա կազմել է, ինքը օլիգարխ չէր համարում Գագիկ Ծառուկյանին սովորական խոշոր սեփականատեր էր, ում հետ կարելի էր գնալ նոր գործարանների բացմանը, հիշում եք այդ բացման գործարանի հերթական բացման ժամանակ ասաց, դե ես կարծում եմ Գագիկ Ծառուկյանն ամեն դեպքում խոշոր սեփականատեր է։ Հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարություն անում, որ դու պետքա գնաս, ինքը միանգամից հայտնում է ԱԱԾ պատվալում, ԱԱԾ պատվալում, հետո դրանից հետո դուրս է գալիս ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, էլի Գագիկ Ծառուկյանը խնդիր չունի, իր ընտանիքի անդամները որևէ խնդիր չունեն, մեկ էլ հենց 26 թվականից սկսում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ ընդդիմադիր ուժեղ ղեկավարում, միանգամից հայտնում է ԱԱԾ պատվալում։ Այսինքն իր այդ հայտարարությունները կախված են նրանից, թե այդ փուլում ինքը ինչ խնդիր է իր առջև դնում։ Բայց կրկնում եմ, հիմնական խնդիրը, որ այսօր ինքը փորձում է լուծել, նախ տեսարաններ ապահովելն է եւ այո, հիմնական օրակարգից շեղելն է, իսկ հիմնական օրակարգը առաջիկա մեծ զիջումներն են, որոնք բովանդակային առումով շատ մեծ են լինելու։ Մեծ զիջումներն են եւ վախի մթնոլորտ տարածելն է։ Ու սա մի թերագնահատեք, երբ որ ես հիմա ասում եմ վախի մթնոլորտի տարածում, մի թերագնահատեք, որովհետեւ եթե հիմա դուրս գաք մի փոքր կրպակ ունեցող նույնիսկ անհատին մի բան հարցնեք, ասի ես քաղաքականության հետ շարից փորձանքից հեռու, ինքը գիտի դա ինչի համար է անում, որովհետեւ վաղը երբ որ փորձեն դնեն հանրաքվեի Սահմանադրության օրակարգը, Ալիևյան սահմանադրության օրակարգը, իրան պետք է որ որևէ մեկը չհամարձակվի ծպտուն հանել։ Չնայած ես դա էլ էստեղ ասել եմ, որ ինքը դեռ 2/3-ի աջակցությունը պետք է ստանա, որպեսզի դնի հանրաքվեի, իսկ ինքը ստեղ 2/3 չունի։ Մենք, որ աներիկ բայորեն պնդում ենք, որ չենք պատրաստվում կողմ քվեարկել Ալիևի պատվերով սահմանադրությանը, մարդը, որ մերժում էր Սերժ Սարգսյանի Հակով կարված սահմանադրությունը, լավ էլ հիմա ուզում է Ալիևի Հակով սահմանադրություն հակնել։ Լավ, Տիկին Գրիգորյան, իմ կողմից վերջին հարց է, եթե կարելի է հեղափոխություն անելու եք թե չէ, որտեղ Փաշինյանն ասաց արդեն խնդրում, աղաչում է, որ հեղափոխություն անեք, ի վերջո անելու եք թե չէ։ Իմիջիայլոց այդ լեգիտիմության մասը ընդհանրապես ինչ հասկանալի չի մեր ասացի մեջ կար, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, որ պետք է հայտնվել խորհրդարանում, վերցրեցին ամբողջությամբ ձայները եւ նաեւ ընդհանուր է մթնոլորտը, որ կար ընտրությունների ժամանակ, դա խնդրահարույց էր։ Իսկ ինչ որ ասում է, երբ որ ասում է դե հիմա եթե լեգիտիմություն պակաս կա, դուրս եկեք։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 17 թվականին գրեթե նույն իրավիճակն էր։ Նիկոլ Փաշինյանը նստած լինելով իմ տեղում, ավելի փոքր համեմատությամբ ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար լինելով, չէր ընդունում մեծամասնության տրված ձայները եւ լեգիտիմությունը, բայց գնացել էր խորհրդարան տեր կանգնելու իր ձայներին։
իր ձայների ներկայացուցիչը լինելու։ Մի տարի հետո կամ մի քիչ ավելի կարճ ժամանակահատված հետո եղավ գլոբալ փոփոխություն եւ կրկնում եմ հիմա իր թեզերը կարելի է իրան ետ վերադարձնել։ Դու էլ ժամանակին 17 թվականի ընդդիմություն էր չէր ընդունել, հիմա երբ որ մեզ ասում են, բա դուք ո՞նց եք այստեղ, եթե չեք ընդունում, այո, մենք չենք ընդունում ձեր ձայների ձևավորված լեգիտիմությունը, ընդունում ենք մեր ձայները եւ այո, ամեն բան անելու ենք, առաջիկայում էլ process-ներ հավանաբար Փաշինյանը ձեզ ուղղված ելույթ էր ունենում, ներկա չէիք։ Նախ ինչ մենք մեր ելույթը ունեցանք, ավելացնելու բան չունենք, դուրս ենք եկել։ Ամեն դեպքում եթե նկատեցիք, ես արձագանքում էի իր ելույթների կտորներին, այսինքն դրսում նստած նաև հետևում ենք։ Դա խնդիր չի։ Միջալոց դա ինչ որ քննարկման առիթ է դառնում։ Ընդդիմությունը ինչու նստած չի, ինչու այսպես նստած չի։ Ընդդիմությունը կարող է գնալ, երբ որ կարիք կա ինչ որ բան ասելու եւ այնտեղ չլինել, եթե բան չունենք ասելու այդ կողմը։ Բան չի նեղանան գնան ամեն խոսքը։ Ես չեմ կարծում, որ դա մեզ էր վերաբերում։ Տիկին Գրիգորյան նաև երկրորդ նախագահին ու Գագիկ Ծառուկյանին իրար հետ հիշատակեց Նիկոլ Փաշինյանը նշելով, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակին ասում էր կենսաթոշակները պետք է հավասար լինեն նվազագույն զամբյուղին, ասում է այդ հարցը պիտի տա Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչյանն էլ պատասխանի, թե ինչու այդպես չի եղել։ Ճիշտ ասած չհասկացա բանը։ Ինչու չի բարձրացվել Գագիկ Ծառուկյանը ժամանակին ասում էր, որ Ուզում ասի, ես կապ չունեմ էլի, դուք իրար ինչ հարց ուզում եք, իրար տվեք Իմիջիալոց ինքը թոշակները, չէ, նախագահ Քոչյանի օրոք 5 անգամ բարձրացել են թոշակները, եթե հարցադրումը դա է, երբ որ ինքը նախագահ Քոչյանն ընդունել է իշխանությունը եւ հանձնել է իշխանությունը, մի քանի անգամ բարձրացել է թոշակ, այսինքն եթե դա է ենթատեքստը, ճիշտ ենթատեքստ չի, բայց եթե նայա որ իմիջիալոց ինքը խոսք է տվել, որ թոշակները եւ նվազագույն սպառողական զամբյուղը պետք է հավասարել, տեսնենք կանի։